Բարև ձեզ, հարգելի ներկաներ, այսօր հերթական անգամ բնակից հաղորդաշարի շրջանակներում մեր հերթական քննարկումն է եւ կանխամտածված օրը մեր այս հերթական քննարկումը այն վերաբերվում է մարդու իրավունքի միջազգային պաշտպանության օրվան։ Ինչպես բոլորս գիտենք, դեռևս 1948 թվականին աշխարհում երկրորդ աշխարհամարտից հետո մի այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը անհրաժեշտ էր ինչ-որ փաստաթղթով ամրագրել մարդու իրավունքները, այսինքն մարդը, ով բացարձակ արժեք է, պիտի ունենա համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ եւ միավորված ազգերի կազմակերպությունը, նոր ստեղծված այդ միջազգային կազմակերպությունում անհրաժեշտ համարեցին ու գլխավոր անսամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացրեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր։ Ապա գլխավոր անսամբլեայի առաջարկով 1950 թվականին դրան միացան մի շարք պետություններ, կազմակերպություններ եւ այդ տարվանից դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ինչպես բոլորս գիտենք, Հայաստանի Հանրապետությունը եւս միացել է դրան 2002 թվականին Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի մասի օրենքի շրջանակներում, բայց այս օրը խորհրդանշական օր է նաեւ հատկապես արցախցիներիս համար։ Հավելեմ, որ ես ինքս լինելով Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացի Արցախի Հանրապետության, ինձ համար սա առավել եւս կարեւոր է, մանավանդ որ այն Արցախի Հանրապետության սահմանադրության հիմնական օրենքի ընդունման օրն է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին, ինչպես եւ մինչ այդ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման փաստը, որը սակայն առ այսօր փորձում են խոշոր պետությունները մեկը մյուսի հետևից հրաժարվել իրենց իսկ վարած քաղաքականությունից այդ ժամանակվա պահով։ Ինչևիցե այսօր մենք հավաքվել ենք մարդու իրավունքների միջազգային պաշտպանության այս օրվա առթիվ քննարկում կազմակերպելու համար։